Այժմ տեսնենք ինչ է սպասում 2023 թվականի հոկտեմբերի 14-ին կշեռ քամաստեղության հովանավորության տակ տեղի ունեցող նորալուսնի և արևի խավարման ժամանակահատվածում կշեռ քամաստեղության տակ ծնված մարդկանց։ Սիրելի կշեռներ, ինքնըստինքյան այս նորալուսինը, այս արևի խավարումը ամենաշատը 1000%-ով ազդելու է ձեր վրա, բայց ոչ թե վատ ձևով, այլ ընդհակառակը լավ ձևով։ Ձեր մոտ լինելու է առաջ գնալու պրոցես, առողջացման պրոցես, նոր հնարավորություններ ձեռք բերելու պրոցես։ Գիտեք ինչ, դուք ոնց որ մարաթոնյան վազքի մասնագետ լինեք, սիրելի կշեռներ, բայց ոչ թե այդ վազքը ձեզ համար հոգնեցուցիչ է, որ վազքի վերջում դուք ձեր էներգետիկան կորցնում եք։ Ընդհակառակը, այս վազքի ընթացքում դուք անընդհատ վերականգնում եք ձեր էներգետիկան եւ այդ ֆինիշին, այդ եզրագծին, որ դուք հասնելու եք, ոչ թե հասնելու եք հոգնած, հուզված, այլ հասնելու եք նոր ձեռքբերումներով, նոր հնարավորություններով։ Մեր սիրելի կշեռները հնարավոր է, ովքեր որ աշխատում են ու ինչ-որ կազմակերպության տակ, հնարավոր է իրենք փոփոխություն մտցնեն իրենց կյանքի մեջ, կարողանան ստեղծեն այն, ինչ որ իրենց հոբին է, իրենց նախասիրությունն է, սկսեն քարը քարի վրա դնել եւ հետագայում այդ պտուղները հավաքել։ Նաեւ մեր սիրելի կշեռները հնարավոր է աշխատանքի բարձրացում, պաշտոնի բարձրացում, ստատուսի ավելացում, պաշտոնի բարձրացում լինի, իր հասարակական դիրքի բարձրացում լինի։ Հասարակական դիրքը բարձրանում է, երբ որ մարդու աշխատավարձն է բարձրանում, մարդու պաշտոնն է բարձրանում, մարդը ամուսնանում է, երեխա է ունենում, թոռնիկ է ունենում, թոշակի է գնում բարձր եւ զբաղվում է նաեւ իր աշխատանքով։ Դրանք բոլորը, սիրելի կշեռներ, հասարակական ստատուսի աշճանի փոփոխություն է, բայց ձեր կյանքի մեջ ինչ որ լինելու է գլոբալ դրական փոփոխություններ է լինելու, նոր փողեր, նոր հնարավորություններ։ Մեր սիրելի կշեռները հնարավոր է զբաղվեն ստեղծագործ աշխատանքով, երգեն, պարեն, նկարեն, գրեն, այս ժամանակահատվածում իրենց ուղեղը գնալու է նաև այդ ուղղությամբ, եւ այդ ուղղությամբ, եթե իրանք ուշադրություն դարձնեն, դա երկարատև դառնալու է իրենց համար եկամուտ ստեղծելու, գումար աշխատելու, բոնուսներ հավաքելու հնարավորություն։